Ռեպրոդուկտիվ տարիքային խմբում գտնվող կինը միանշանակ կարող է նկատել ցանկացած փոփոխություն դաշտանային ցիկլի հետ կապված։ Դա կարող է լինել դաշտանային ցիկլի հաճախականության փոփոխություն, արյունային արտադրության ծավալի եւ օրերի քանակի փոփոխություն եւ այլն։ Սակայն կլիմակտերիկ շրջանում գտնվող կանայք այդ ինֆորմացիան իհարկե ստանալ չեն կարող, հետեւաբար, եթե որևիցե process է կատարվում կապված փոքր կոնքի օրգանների, ծվարանների կամ արգանդի լորձաթաղանթի հետ կապված, այն որոշ ժամանակ եւ բավականին երկար ժամանակահատված մնում է գաղտնի շրջանում։ Այդ իսկ պատճառով, որ կա նախակլինիկական շրջան կամ մի շրջան եւ process-ը զարգանում է, սակայն գաղտնի է մնում, կինը չի ունենում որևիցե գանգատ, մենք խորհուրդ ենք տալիս պարտադիր անցնել տարեկան բուժզննումներ։ Նույնիսկ եթե դաշտանադադարը 10 եւ ավել տարի է արդեն։ Կատարվում է կլինիկական զննում եւ ամենակարևորը այս տարիքային խմբում նա ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտությունն է, որի ընթացքում մենք կարող ենք տեսնել ցանկացած ստրուկտուրային փոփոխություն փոքր կոնքի օրգանների վերաբերյալ։ Դա կարող է լինել արգանդի մարմինը եւ առավել ուշադիր ենք լինում ձվարաններին եւ